նախորդին Փաշինյանը հերթական այսպես ոտքի վրա մի շատ կարևոր թեմայի անդրադարձավ հերթական անգամ, քանի որ Ալմատիից էր, այսպես ասած, խոսում, հողումներ անում, հիմա հերթահասավ Բուդապեշտին եւ 3 նախագահների Արցախի հարցի լուծման բանաձևերին դժգոհ էր, ասաց, որ լուծեիք հարցը, փաստացի ստացվում է Փաշինյանը լուծել է հարցը եւ այդ հերվից է, այսպես ասած, նայում թեմային, ձեր գնահատմամբ, թեև ես տեսա, որ դուք մի քանի անդրադարձեր արդեն արել եք Facebook-ում, ձեր գնահատմամբ ինչու է հենց այս փուլում, հենց այս պահին Փաշինյանը այս հարցը բարձրացնում եւ ինչու են էլի նախագահները մեղավոր։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հասարակության ներկայացուցիչներ, քույրեր եւ եղբայրներ։ Այո, շատ ճիշտ է, որ ես այսօրին սոցիալական ցանցում անդրադարձել եմ այդ հարցին, բայց եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ բանակցային ժառանգության եւ երրորդ նախագահ եւ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսել է 2020 թվականի, կարծեմ հունվար ամսին, Կապանում, այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե բառացի մեջբերում են Փաշինյանի ասածները։ Փաշինյանն ասում է, որ ըստ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթի Արցախում ԵԱՀԿ կամ Մինսկ կամ ՄԱԿ-ի, եկնում եմ ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե, որի վերնագիրը, անվանումը որևէ բանով սահմանափակված չի լինելու։ Այսինքն, ինքը Նիկոլ Փաշինյանն է փաստում, որ մենք հանրապետականներս նախագահի գլխավորությամբ իրեն ժառանգել ենք մի փաստաթուղթ, ըստ որի գլխավոր հարցը Արցախի կարգավիճակի հարցն է սա մեկ։ Նույն Նիկոլ Փաշինյանը գլխավոր հարցը կարգավիճակի հարցն է։ Այսինքն, մինչև Նիկոլ Փաշինյանը գալը խոսել, որ Արցախը տրված է եղել Ադրբեջանին, դա անհետեցություն է, մարազմա, ինչ ուզում եք անունը դրեք, կապուշություն է, հիմարություն է, դավաճանություն է, ինչ կուզեք, դա Նիկոլն է ասում։ Ես Նիկոլին հակադարձնում եմ Նիկոլի խոսքերով։ Ֆիքսում ենք, որ կարգավիճակի հարց եղել է։ Իսկ եթե կարգավիճակի հարց եղել է, նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում մինչև 18 թվականը չի եղել եւ չի կարող լինել ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն։ Իսկ այս հարցը փակեցինք։ Երկրորդ հարցը։ Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 20 թվականի հունվարին, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, ուշադիր, պարտադիր իրավական ուժ ունեցող վերջնական ՄԱԿ-ի, այսինքն Միացյալ Ազգերի կազմակերպության եւ ԵԱՀԿ հովանու ներքո։ Այսինքն, նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի ոչ թե Իլհամ Ալիևը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Էդուարդ Շարմազանովը կամ մեր լրագրողները, այլ Արցախի ժողովուրդը։ Եվ Արցախի ժողովուրդը ինչ քվեարկեց, այդ էլ պարտադիր է լինելու։ Այսինքն Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է մի փաստաթուղթ, որտեղ Արցախի ժողովուրդը պետք է որոշել իր ճակատագիրը եւ որևէ մեկը չէր կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի որոշումը։ Այս էլ երկու։ Նիկոլի դեմ էլի։ Եվ երրորդ, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հանրաքվեի դրված հարցերի սահմանափակում չի լինելու։ Այսինքն, սա ինչ է նշանակում։ Սա այն հիմար թեզը, որ հանրաքվեի դրվելու էր Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում ավտոնոմիա, դա էշություն է։ Նման բան չէ, նույն Նիկոլ Փաշինյանի ասելով։ Սահմանափակում չլինել նշանակում է, որ Արցախում իրականացվող հանրաքվեն վերնագիրը կարող է լինել եւ Արցախի անկախության, եւ Արցախի ընդհանուր Հայաստանի Հանրապետության միացում։ Դա Նիկոլն է ասում։ Ավելին, ասում է, մինչև հանրաքվեի, վերջնական հանրաքվեի կազմակերպումը Լաչին ու Քելբաջարի շրջանը մնալու էին հայկական ուժերի վերահսկողության տակ, ավելին, ասում է, որ այնտեղ միջազգային խաղաղապահներ պետք է դրվեն, բայց ավելի կարևոր բան է ասում, որ Արցախը պետք է օժտվեր ժամանակավոր կարգավիճակով, որպեսզի ապահովեր Արցախի կենսագործունեությունը։ Սերժ Սարգսյանի այդ ձայն միջանկյալ կարգավիճակն է։
Ավելին, դրանից հետո Նիկոլն ասում է, երբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանա, այսինքն արդեն ինքը կարող է վերադառնալ այդ բանակցային փաթեթին եւ միջազգային հանրությունը որևէ խնդրեմ չի ստեղծի։ Սա Նիկոլ Փաշինյանի բառերն է։ Հիմա ես իրան չելենջ եմ անում։ Հիմա դու Նիկոլ վերադարձի Արցախի հանրաքվեին, դու ես ասել, չէ՞ որ վերադառնամ միջազգային հանրությունը խնդրեմ չի ստեղծելու։ Վերադարձի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեին, վերադարձի միջանկյալ կարգավիճակի, վերադարձի ՄԱԿ-ի ու ԵԱԿ հովանու ներքո պարտադիր հանրաքվեի, ըստ որի Արցախը փաստացի լինելու է անկախ։ Հիմա թող վերադառնա, ինչ արել Նիկոլը։ Նիկոլը առանց որևէ մեկին հարցնելու այդ փաթեթը դրել է Նիկոլ, բոլորս տեսան, չէ՞ ինչ արեց։ Գնաց ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ, մինչեւ այդ ասեց ինչ պետք է դա էլ բանակցում եմ, մինչեւ այդ գովաբանեց Չէ, գովաբանեց նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը, մինչև այդ ասեց, բանակցությունը սկսում են ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այդ Սերժ Սարգսյանի կետը այդ կետն է, որ քիչ առաջ ասեց, որ հանրաքվեով Արցախ անկախանում է։ Հիմա եկել ումից է բողոքում, ինչ ասում, Նիկոլ ինքը իր ասածների մեջ խճճվել է։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսից կարդում է այն բանակցային ժառանգությունը, որը իրան թողել են մենք։ Թող գնա ինքը անթրաշ Նիկոլը, թրաշված Նիկոլի հետ, բանավիճի, իրարտան, ջարդեն, ԿՊՆ թող երկու մասի բաժանվեն, մի մասը թրաշվողների կողմն լինի, մի մասը անթրաշների կողմն լինի, իրանք իր այդ կռվեն, նախագահներից ինչ է ուզում։ Նիկոլն է կրկնում եմ, Շարմազանովը չի ասել։ Ասում եկեք բանավիճ ենք։ Ինչի բանավիճ ենք։ Ես միակ ես ինչ է բանավիճ ենք։ Ռուբինյանի մոծկի հայկայի տատիկ ինչ ենք ուղարկել բանավիճ ենք, ինչ է բանավիճ։ Թող ոտքի տակ դրանք չընկնեն։ Մեր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, բանավեճը սպառված է։ Ես այսօր ասեցի, փաստերը ինտերնետում նայեք կգտնեք YouTube-ում։ Ես փաստերը բառացի ներկայացրեցի Փաշինյանի ընթերցածը Սերժ Սարգսյանի ժառանգությունը։ Հիմա դուք բոլորդ տառաճանաշ մարդիկ եք։ Այդտեղ շուրջ ինչը բանավիճ եմ։ Եթե այդ մարդն ասում է Սերժ Սարգսյանից փոխանցել է մի փաթեթ, ըստ որի Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով։ Ըստ որի Քելբաջա Լաչին մնալու էին հայկական վերահսկողության տակ, ըստ որի մինչև վերջնական կարգավիճակը ԵԱԿ-ի ու ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կարգավիճակ է տրվելու Արցախին, որպեսզի կենսագործունեությունը Արցախի իշխանությունների եւ Արցախի ազատ կենսագործունեությունը ապահովվի։ Այսօր ինչ արել Նիկոլը։ Այսինքն Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը ճանաչում է դե ֆակտո Արցախը, մինչև նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր Արցախյան պայքարը սարքել է սեպարատիստների պայքար, սաղից սարքել է օկուպանտ, ու որպես օկուպանտ ու սեպարատիստ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Ալիևի հետ մի մասի նստել են դատում, մի մասի ընդդեմ են դատում։ Ինչն է բանավիճում։ Գուցե երրորդ նախագահի մեղքը չկա եւ Նիկոլ Փաշինյանը հանիրավի է մեղադրում, հա, բանակցային գործընթաց պահպանելու եւ այլն մեջ մի կողմ թողնենք, իհարկե դրա մասին խոսեցիք։ Այնուամենայնիվ Ես դրա մասին չխոսեցի, ես փաստեր հրապարակեցի, որը ասել է Նիկոլը։ Ես ոչ թե իմ կարծիքն ասեցի, ես փաստեր հրապարակեցի։ Հիմա ուշադրի լսում եմ ձեզ։ Հիմա այդ նույն միջազգային հանրության աչքի առաջ, այդ նույն բանակցությունների աչքի առաջ Արցախը 2023-ին վերջնականապես հայտարարվեց եւ ըստեյության ոչինչ չհարեցրեց միջազգային հանրությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող էր միայնակ անել ըստ ձեզ ինչ-որ մի բան։ Նիկոլ Փաշինյանը ոչ ոք չէր խփում միայնակ անել։ Նիկոլ Փաշինյանին, առնվազն Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, Մարգարիտ Եսյանը, բազմաթիվ հանրապետականներ, չէ, հորդորում էին, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դեն չնետի եւ իր սեփական կետից չսկսի բանակցությունները։ 18-20 թվականին նենց հմիկվա այս դոր ընդդիմադիրներ են հայտնվել, որոնք որ լսես, քեզ թվում է մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը մի հրաշքի մեջ են կապրել։ Նոյեմբերի 9-ը ընդամենը եղել է այն հանցագործ քաղաքականության արձանագրումը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը 18 թվականի մայիսի 8-ից սկսած։ Դե ասում են, եթե հրաշք հաստատող դեր ինչի եք նոյեմբերի 9-ը անվանում կապիտուլյացիա հաստատող։ Որովհետև ամեն ինչ նա կապիտուլյացիա մեկը, սա կապիտուլյացիա երկուսը, ոչ մեկ չի ասում նոյեմբերի 9-ը հրաշք ա եղել։ Պարզ բացատրեմ հանրությանը։
Եթե մարդը առողջ ոտքեր ունի, երկու ոտքերը կտրում են, դա այդ մարդու եւ այդ մարդու հարազատների ընտանիքի համար դժբախտություն է, չէ՞։ Բայց երբ որ երկու ոտերը կտրելուց հետո այդ գլուխն են կտրում, արդեն մարդը երանի է տալի, որ լուճ երկու ոտերը կտրածել է, բայց սաղը լիներ։ Ոնց բացատրեմ։ Այդքան բարդ է։ Շարմազանով վերադառնալով Նոյեմբերի 9-ին երկու ոտերը կտրեց, Պրագայում ճանաչելով գլուխներս կտրեց։ Արցախի անկախության, բայց չի ասել իր նպատակին։ Թող ինքը գնա իր հետ բանավիճը։ Ես փաստեր եմ ներկայացնում, էլի ինքն է կարդացել, չէ՞։ Եվ ավելին Իրան դեռևս 3 տարի առաջ նախագահ Սարգսյանը ձեզ լրագրողների առաջարկել է Նիկոլ Փաշինյանին հորդորել, ճնշել, համոզել, խնդրել, ձուկ իմանալ ձեր նախին գործընկերն է, որ հրապարակի 2019 թվականի բանակցային փաստաթուղթը թող հրապարակի։ Ասում են դեռևս ուսումնասիրում են, դեռևս հավաքում են։ Որտե՞ղ։ Ձեզ մեղադրում են։ Լավ է, չի ասում Արցախի բունկերներում կորել է։ Ասում են փաստաթուղթ գարակում են, իբր ցակուցի են եղել։ Դե ողբամ են իշխանության վիճակը հարգելիս։ Ու լաց են։ Իսկ օտարներն էլ խնդան հակառակորդը այն իշխանության վրա, որը իր պետության համար, իր ժողովրդի համար ամենաառանցքային փաստաթղթերից մեկը 7 տարիա չի գտել։ Չգիտի կրավատի տակա, պոլի տակա, բունկերում են կորցրել։ Նախիններն էլ տենց տարբեր տեղերում պահել այդ փաստաթղթերը կամ 19 թվականի նախկիններն ուր են։ Դրա վերաբերյալ ասում են։ Մի վարքյան, Մերի ջան, հերթով սաղ կպատասխանեմ։ Այսօր հավեսով եկել եմ մի վարքյան։ Ես մի հատ եմ, հետո սաղ հարցրել, մեկը դատը դռնփական է, ոչ մի տեղ չեմ շտապում։ Ֆիքսենք։ Նախկինների փաստաթուղթը, եթե ցակուցելի բլեր Նիկոլ Փաշինյանի հեռախոսը ինչ գործ ունի։ Նախկինների փաստաթուղթը այնքան չոտքի իրատեղում դրացար է, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը մեր կա այնքան թերցել է։ Նիկոլ Փաշինյանին հորդորում են, ոնց որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն է այդպես կարդում։ Տենց էլ քո քեզ հասած 19 թվականի Միսկի խմբի համանախագահների փոխանցած փաթեթը, որի մասին խոսել է 21 թվականի հունվարի 13-ին Ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թող դա ցույց տա ժողովրդին։ Ես գիտեմ այնտեղ ինչա։ Բայց թող ինքը ասի։ դուք ասեք։ Պոպովն ասել է, էլի։ Պոպովն ասել է, որ Արցախին տրվում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի հանրաքվեին, ով պետք է դրել պարտադիր իրավական ուժ։ Այդ ընթացքում 5 շրջաններից պետք է դուրս գան հայկական զորքերը, այնտեղ խաղաղապաններ դրվեց։ Ասել է Պոպովը, մտեք 21 թվականի հունվարի 13 ձեր յուրաքանչյուր կայքի ծրշտվեք կտեսնեք։ Պոպովն էլ ասել է դա, ոչ թե հենց այնպես, ասել է Նիկոլ Փաշինյանի ցնդաբանության ի պատասխան։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասել, որ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը առաջարկում էին տարածքներ խաղաղության դիմաց, հենց այնպես տարածքներից դուրս գալ, Պոպովը հունվարի 13-ին փաստերով հրապարակեց, որ նման բան չկա, որ միջազգային հանրությունը իրեն չի առաջարկել հենց այնպես տարածքներ տալ, այլ աշխատել է տարածքներ կարգավիճակի դիմաց բանացել եւ ամենակարևորը։ Հեսա մի հատ կարևոր բան եմ ասում։ Եվ հարգելիներ, ձեւս մի կարևոր բան, երբ որ ես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին երկու անգամ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ կառավարությունում հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դա եղել է պատերազմի ամենաթեժ բանը։ Ուղիղ Նիկոլ Փաշինյանին հարցրել եմ, պարոն վարչապետ, ինչ է դրված սեղանին։ Ինքը ինձ պատասխանել է, պարոն Շարմազանով, սեպտեմբերի 27-ին պարլամենտում ասել եմ 5+2։ Ասել եմ, պարոն Փաշինյան, այսօր հոկտեմբերի 12-ն է, հաջորդ օրը ասել հոկտեմբերի 19-ն է։ Այս մինչև այսօրը կարող է 27-ին մի բան են առաջարկել։ Հիմա մեկ այլ բան են առաջարկում։ Սաղի մոտ թող հելնե խոսա, մենակ ես չեմ եղել, բոլորի մոտ ասել է, պարոն Շարմազանը, ոչ, սեղանին դրված է 5+2 տարբերակը։ 5+2 տարբերակով Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ճարտարը մտնում էին Ադրբեջանի կաց, 5+2 տարբերակով 150,000 արցախահայեր բռնագաղթի էին ենթարկվում, 5+2 տարբերակով մեր եղբայրները գտնվում էին Բաքվի բանկում որպես սեպարատիստի օկուպանտ, ինչ կաստ է բանավիճելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը այնքան
Հստակ է, ոնց որ իմ անունը Էդուարդ Շարմազանովը։ Այդ ոնց ասեմ։ Պարոն Շարմազանով, Թրամփը չարժանացավ Նոբելյան մրցանակի, կարող է դա ազդել տրամադրությունների վրա եւ օրինակ ազդել նաեւ այն փաստաթղթի վրա։ Ես կատակ ես ոչ մի բան ասեմ, էլի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները ոչ միայն Հայաստանում են տապալվում բոլորը, խոստումները, ցանկություն, այլ նաեւ միջազգային արենայում։ Տրամփի բախտի վրա էլ քարքսեց սա։ Այսօր Շամբեյում որտեղ հավաքվել են ԱՊՀ երկրների ղեկավարները, նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ է, եւ Արիևը իր ելույթի ժամանակ ակնհայտ շեշտեց, որ Հայաստանը 30 տարի Այն մարդը այդքան վիզ դրեց, ասեց Ալբանիա, Մալբանիա, բան, էլ ավելի վրեժ։ Մի հատ Նոբելյան մրցանակ պետք է բանաներ էդ էլ քարկեցեց։ Ընդ ասեն դե որ Նիկոլն առաջադրում վերջ։ Հետո ես աղջիկներին ջենտլմենների Հրանջան, ես գիտեմ։ հասնենք տալիս։ Ոչ, դե կարա երկուսով սինխրոն տա։ Հավաքվել էին նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահը եւ որևէ ձևով չարարկեց Ալիևի հայտարարած ելույթի մեջ հնչեցրած այն մտքի, որ 30 տարի Արցախ օկուպացված է եւ Տագոյ ջան, Իվարկյան, տեսեք, Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ավելի հայ լինել, քան մենք։ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանել մեր փոխարեն։ Եթե ես իմ շահը չպաշտպանեմ, դե գեոպոլիտիկայի այդ հարցերի շուրջ բազմաթիվ անգամներ խոսել են։ Մենք հիացած չենք նրանց գործունեությունից, բայց հիմնական խնդիրը գալիս է այստեղից։ Դրա մասին միշտ ասել եմ։ Միշտ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ 10 թվականին վարչապետ է դառնում, բայց ես գիտի դեռ համաժողովրդական տրիբունա ու Մինսկի խմբի համանախագահները երբ խոսում է այն տոնով, ոնց որ իր ներքին հակառակորդների հետ, ինքը պետք է հասկանա, որ պետք է կներեք քաղաքական չափանակ ուտել։ Երբ որ ինքը դնում է ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանցից մեկն էլ կա, չէ՞ Զարա ջան, այն որ ասում էր բանա։ Մենք չենք հրաժարվել 19 թվականի բանից, փաստաթղթից։ Ուզում եք ապացուցեմ, որ հրաժարվել են։ Հիմա ապացուցում եմ։ Ապրիլ-հունիս ամսին 19 թվականին էլ փաստաթղթի ասեղանին դրվել։ Ճիշտ է, սկզբում դες մանդատան կռուտի տարա։ Ես դες կռուտից 5 տարեկանում չեմ արել։ Կռուտի ասպատթղթի վրա գրած է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի նախագահի, յադե որ դա գրած, ինչ կապ ունի, ինչա գրած, արա։ Քեզ են հասնել այդ փաստաթղթը, դու ես այդ պետության ղեկավարը։ Իսկ վարչապետի որ գրած չի, ես կապ չունեմ, էլի։ Հասներ ես կապ չունեմ։ Տեսեք, երբ որ իրան այդ փաստաթղթը ապրիլ-հունիսին հասնել են, Նիկոլ Փաշինյանն ինչ է արել։ Նիկոլ Փաշինյանը դրա պատասխանը տվել է Արցախում 19 թվականի օգոստոսի 4-ին, երբ որ գնացել կանգնել է ու ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ, որ քեզ էր ասում, ոչ ինձ էր ասում, ոչ էլ օպերատորներին ու մեր ժողովրդին էր ասում։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ ինքը այդպես պատասխանում էր Մինսկի խմբի համանախագահներին, որ ձեր պլանը վեկալեք, փաստացիք այդ վեկալեք ու գնացեք։ Ինչու՞, որովհետեւ ինքը ասեց։ Ինքը ասեց, որ Արցախից պետք է ազատվել, որ Հայաստանին անկախություն բերել։ Տես չի ասել։ Պրիզնատ չի եկել։ Ինքը չի ասել, որ կարար իրավիճակը նույնն էլի բացառան զոհերի։ Էլ ինչ ասի այդ մարդը։ Ինչ ասի, որ էլի գալիս եք մի հատ ասում բանավիճ։ Ինչի շուտ բանավիճ եմ ես նրա հետ։ Երբ որ ես տերում եմ ուղի եթերով մեկը մեկի խփում, հա, մի հատ էլ գնա բանավիճ եմ, թե տենամ ինքը խփելա թե չէ։ Բոլորս այդ այնքան հրապարակային ա եղել։ Նիկոլ Փաշինյանի դեմ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցույցներ տվել։ Եվ պետք չի ոչ ես խոսամ, ոչ դուք խոսակ, ապագա պատմաբանները, այստեղ պատմաբաններ կան, մի քիչ են կանած, քաղաքագետներ կան, հանելու են Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը, իր հայտարարությունները, առանց որևէ մեկնաբանության կրկոցը։ Ինչ կուզեմ կբանակցեմ, իմ սեփական կետից եմ սկսում, նոր պատերազմ նոր տարածքներ, Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Հիշում եք սեպտեմբերի 25-ի ՄԱԿ-ի նրա ելույթը պատերազմից մի օր առաջ։ Ինչեր էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ ասեմ։ Էսել են որ ասում է բան, էլի։ Իրանց փեշքեշ, էտել եմ ասեմ։ Այն որ ասում էր շուտ տվել են։ Նույնիսկ պատերազմից հետո Փաշինյանն ու իր թիմը խոսել են Արցախի միջազգային ճանաչումից։ Երբ որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի պարլամենտը Բանաձև ընդունեց, որի կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական կայքում էջում գրեց, որ այո, ողջունում ենք Ֆրանսիայի այս դիրքորոշումը եւ մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը։ Ավելին, 21 թվականի ապրիլին, 21 թվականի ապրիլին
Նիկոլը պատերազմ արդեն մի 6 ամիս անցել է։ ԵԱԿ Միսկի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ հղում են արել հիմնարար սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին։ Նույնիսկ պատերազմից հետո միջազգային հանրությունը խոսել է դրա մասին, ինքնորոշման իրավունքի մասին։ Եթե Արցախը տրված է, նույն այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 4 տեղ Լեռնային Ղարաբաղը դրվում։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում Արցախի Ադրբեջանի մաս, եւ կինոնը սկսվեց հրապարակային դժբախտությունը սկսեց նաեւ ավարտական փուլի հասավ այնտեղ, երբ որ Նիկոլը 22 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրագայում ճանաչեց Արցախ-Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում սկսվեց եւ Արցախի բլոկադան եւ Արցախի հայաթափումը եւ այսօրվա խնդիրները։ Ասում եք իշխանությունները խոսել են, չէ՞, պատերազմից հետո նաեւ այդ ժամանակ են խոսել։ Ինչ փոխվեց, կարող է օբյեկտիվորեն իրավիճակը այնպեսին է եղել տարածաշրջանը, որ այս բանին ուղղակի հնարավորություն չունի։ Տարածաշրջանը չէ։ Պատերազմից հետո դուք պատկերացնում եք Նիկոլը կանգներ, ասել Արցախն Ադրբեջանը։ Ալես Սիմոնյանը Նիկոլին դավաճան կհայտարարեր։ Իրա ԿՊՄ կհայտարարեր։ Ժամանակ ձգեց։ Այդ որ այդ 44 օրյա հանձնաժողովը որ սարքում են, հեսա ժողովուրդ ջան, հեսա կիմանանք, ես իմացաք։ Դե վերջ, իրանք ինքը որը սափրվել է, ինք իր ուղեղում ու ԿՊ-ի ուղեղում Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը փակել է, բայց Արցախի հարցը փակված չէ։ Քանի հայ ոգին կա, քանի հայը կա, քանի Արցախ հիշող կա, Արցախը հայեր կան ու արժանապատիվ հայեր կան, Արցախի էջը փակված չէ։ Արցախի էջը կփակվի այն ժամանակ, երբ որ Նիկոլը մեր ուղեղի են հիշողության մասը կհանի կջնջի։ Երրորդ հանրապետության փակման ու 4-րդ Երրորդ հանրապետությունը, ասա մայր։ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա, իսկ 4-րդ հանրապետությունը խաղաղության։ Գերեզմանում էլ է խաղաղ, դե դնա ապրի։ Բակես բան։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Թքեմ է ձերի խաղաղությունը։ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Պարոն Շարմազան, ասում եք, որ Թրամփի ուղին իրականություն չի դառնալու, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ խորհրդում հայտարարեց, որ մոտ ապագայում ստորագրել են ու ավելացնեն այն, եւ ում հույսով եք, որ չի իրականություն դառնալու, որտեղ այսօր դիմությունը դիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ պատրաստվել 24 թվականի ընտրություններին, այդ մոտ ապագայում կհասնեն։ Մեր կուսակցության ղեկավարը հաջողություն մաղթել, մենք էլ ենք մաղթում։ Իսկ ի շարունակում Թրամփի ուղու եւ այլն, ձեզ հայտնի է այս 7 տարվա մեջ մի պրոյեկտ միջազգային, անվտանգային, որը Նիկոլ Փաշինյանը ասի եւ իրականություն դառնի։ Որ քիչ առաջ ասի։ Այն Թրամփին պետք է իակ քարը Ամերիկա այդ պետք է որ Նոբելյան մրցանակ ստանալ, դա չտվի։ Դա էլ այդ մարդու բախտին քարտեցին։ Ինչ ասեմ։ Մաղթում, պարոն Շարմազանը։ Հաջողություն եք մաղթում նորալու ընդդիմադիրներին, բայց այս մարդիկ կարծես 2018-ի մեջ են շատերը, հիմա նախկիններին են դիմացել։ Հրան ջան, դու ինձ ուզում ես համառորեն մտցնես 18-ի թեմայի մեջ, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ 1000 անգամ խոսել եմ, իմ բոլոր գնահատականները ուժի մեջ են 18-ի հետ կապված։ Ես մի բան գիտեմ, որ մենք պետք է կարողանանք կասեցնել Հայաստանի գահավիժումը։ Առանձին տարբեր թևերով հնարավոր է համարում Նիկոլ Փաշինյանի հեռացնել 21-ի կտրում։ Առանձին է ո՞րն է։ Յուրաքանչյուրն ասում է, որ ընդունել մասնակցին առանձին։ Դե բա ինչ անեմ, գնա խնդրեմ, ինչ ասեմ։ Դե յուրաքանչյուրն իր տեսլականն ունի։ Քաղաքականությունը ինքը մրցակցություն է, բազմակարծություն է։ Ես բան չեմ էլի որ ասեմ, իրաց նպատակ կա, իրաց կարծիք կա, մենք այդ կարծիքով չենք գնում։ Մենք ինչ մտածում ենք, ասում ենք, մենք օրակարգ ենք բերել վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացը, չէ՞, ճիշտ է թե չէ։ Դե հիմա այն ժամանակ 6 պատգամավոր էր, հիմա արդեն 34 պատգամավոր է։ Մեղք կա, մեծ մեղք կլինի փորձեր չանել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կամ հեռացնել, բնականաբար օրինական ճանապարհով կամ թուլացնել։ Սա է խնդիրը։ Գործընկերները պարոն Շարմազան, միայն Հայաստան դաշինքը նկատի ունեմ, Ռոբերտ Քոչարյանը։ Լավ, նրանց Հայաստան դաշինքին։ Եվ ասում եք գործընթաց եք սկսել, իրենք էլ ասում են մենք մեր ստորագրությունները ձայները։ Ուզում եք ասել մենք մեր ձևով։ Ասում եք
սպասում ենք մենք հիմա։ Ո՞ւմ է սպասում։ Ում են սպասում։ Ում են սպասում։ Կոդոին են Այդ սպասում։ երկու ստորագրությունը որ պատիվները գործողություններ են։ Պարոն նախագահը դրա մասին խոսել է 2 օր առաջ։ Ասել է, որ նախաձեռնողները սկսնարտուն են շարժումը հայտարարել է իր գործունեության կոպիտ ասած ծրագիրը եւ այս պահին նրանք նախաձեռնում են կամ զբաղված են այսպես կոչված անկախ պատգամավորների հետ բանակցություններ վարելով։ Հիմա այդ փուլի մեջ ենք, եկեք երևա։ Օրինակ հույս ունեք, որ Իշխան Զաքարյանը պիտի միանա անվստահության գործընթացում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ու պիտի ազատվի նիկոլիսներից։ Թե չէ մնացած ով կմիանա, ով չի միանա, հենց չի որ իմ համար են միանում, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա ֆիքս է ժողովուրդ ջան, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա համազգային խնդիր է, սա պետական խնդիր է եւ բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց ծրագրերում եւ իրենց հայտարարություններում հայտարարել են, որ իրենց նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, ճիշտ է թե ոչ։ Այո, հետեւաբար, երբ որ մեկը ստորագրում է, շատ լավ են անում, բայց թող ին վրա չգրեն, ոչ էլ հանրապետականի վրա։ Հանրապետականի լավություն չեն անում, իրաց պարտականությունն են անում։ Հաշտորակալ ենք, ողջունում ենք, դրական ենք վերաբերում, բայց թող նես չանել, դե մենք ստորագրել ենք, թող իրան գնան անեն։ Մենք ինչքան կարող ենք անում ենք, դուք էլ արեք։ Շնորհակալություն։